Բարև ձեզ, այսօր խոսելու ենք բնապահպանական խնդիրների մասին, մասնավորապես վտանգավոր թափոնների ու շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության մասին։ Զրուցելու ենք բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես վերջին օրերին քննարկվում է վտանգավոր թափոնների կառավարման նոր օրենսդրական փաթեթը, ստացվում է, որ վտանգավոր թափոնների մշակմամբ զբաղվելու համար այսուհետև անհրաժեշտ է լինելու լիցենզիա։ Կօգնի դա կարգավորել ոլորտը, թե եղածն ավելի կբարդացվի։ Բարդացնել իրավիճակը իմ կարծիքով հնարավոր չի, որովհետև իրավիճակը բավականին բարդ է եւ լիքը խնդիրներ կա, որը մենք պետք է լուծենք։ Մենք ունենք ընդհանուր թափոնների կառավարման ընդհանուր այդպիսի ստրատեգիան կամ կառավարման ինչ որ մի հատ ընդհանուր մի հայացք, որը դե ստրատեգիա նման մի հայացք, կոնցեպտը օրինակ ռազմավարությունը կամ կոնցեպտը եւ փորձում ենք ոլորտը կառավարել ինչ որ մի առանձին կետային որոշումներով, բայց ինչ որ մի բանից պետք է սկսվել անպայման եւ վտանգավոր թափոնները դա մեր ոնց որ ասած ցավոտ տեղը եւ ես ասում եմ իհարկե բարդացնել այդ վիճակը այս որոշումով հնարավոր չի, պետք է ինչ որ ձևով ուղղակի բարելավել։ Ինչն է մեր խնդիրը։ Մեր խնդիրը հիմնականում դրանում է, որ մեր մոտ վտանգավոր թափոնները նրանք չեն ընդհանրապես տարանջատում, այսինքն տեսակավորում մեր մոտ չի իրականացվում եւ մեր մոտ թափոնները վտանգավոր, ոչ վտանգավոր, օրգանիկան օրինակ ինչ որ մենք ուտում ենք ուտելիքի այդ մնացորդները, տարբեր էլեկտրոնային թափոնները, նրանք սա մտնում են մի տեղ եւ այնտեղ ընդհանրապես արդեն երբ որ նրանք մտան, այդ սարսերով կանանել ուղղակի հնարավոր չի կամ եթե հնարավոր է ահավոր թանկ process-ը։ Մեր մոտ պետք է լինի տեսակավորման ինչ որ մի process, լուրջ տեսակավորման։ Եթե դու չես տարանջատում վտանգավոր թափոնը, հետո ոնց պետք է Որն է վտանգավոր թափոնը։ Օրինակ կարող եք բերել մի քանի օրինակ, որոնք են համարվում վտանգավոր։ Օրինակ համարվում են բժշկական թափոնները, որոնք օրինակ պարունակում են տարբեր վտանգավոր դեղեր։ Օրինակ կամ ժամկետանց օրինակ ժամկետանց մարտկոցները, ակումուլյատոր։ Ոչ թե միայն մարտկոցները, այլ նաև օրինակ մեր գյուղերում եւ մեր ռայոններում շատ մեծ քանակությամբ կա ժամկետանց պարատանյութեր։ Մենք ունենք նաև նույնիսկ նուբարաշեն, այդպես կոչված նուբարաշենի աղբավարի կողքը մենք ունենք այդպես կոչված մագիլնիկա, որ չգիտեմ հայերեն ոնց են ասում, գերեզմանոց, որտեղ որ մոտավորապես 500 թե 600 տոննա այդպիսի ժամկետած նրանք արդեն շատ վտանգավոր թափոններ են, որովհետև քանի տարվա ընթացքում տարբեր քիմիական process-ների նրանք եւ աղտոտում են շրջակա միջավայրը ինչ է, աղտոտում են առաջի հետեն այս ջուրը, որը հետո գնում է մեզ մոտ, մեր ռայոնների մեզ մոտ, այդ մեկ այդ ջրով օգտագործում ենք, չգիտեմ, ինչ տարբեր ձևերով մենք այդ ջուրը մենք չենք կարող այս ջուրը մաքրել կամ ինչ-որ այս աղտոտումից ազատվել։ Դա հնարավոր չի։ Ուրեմն քանի տարի այս խնդիրը լուծում չի ստանում։ Մենք ունենք գիտեք քանի հատ հիվանդանոց մենք ունենք։ Ամեն տեղ, որ դուք գնում եք, դուք տեսնում եք լիքը տարբեր դեղեր, ժամկետանց, ոչ ժամկետանց եւ այլն տարբեր Դրանք չեն ոչնչացվում։ Հիվանդանոցը չի ոչնչացնում դա ուղղակի տապում է ինչ որ մի հատուկ տեղ, այդ հատուկ տեղից նրանք որտեղ գնում, տարբեր իմիջիալոց պետք է հատուկ տեղ լինի, բայց հետո չգիտեմ ոնց նրանք բոլորը հայտնվում են էլի նույն նուբարաշենի կամ չգիտեմ օրինակ ռայոններում մի ընդհանուր աղբավայրում։ Սա լուրջ խնդիր է ու ես չգիտեմ մենք ոնց կլուծենք այդ խնդիրը։ Եթե մենք ունենք իհարկե կա մենք փոքր քանակության ունենք այդպիսի բիզնեսը, այդպիսի փոքր կամպանիաներ, որոնք զբաղվում են թափոնների վերամշակման գործով։ Ну, ամենահեշտ եւ ամենապարզ օրինակ է դա Գրանքենցի, որը հավաքում է օրինակ թուղթը եւ հետո
իրանց տարաների համար օգտագործումը։ Իմիջիալոց այդ երկրորդական հումքը օգտագործելու երկրորդական հումքը դա ճիշտ բան է, բայց թուղթը դուք ինչպես ասացիք վտանգավոր չի, բայց եթե մենք օրինակ վերցնենք, եթե նրանք օգտագործում են արդեն իսկ օրինակ պոլիկլինիկայից օրինակ անալիզները ինչ տարաներով են արտադրվում, չէ, այս տարաները ուրեմն նրանք պլաստիկը ես նկատի ունեմ, նրանք պետք է վնասազերծեն առաջի հերթին սանիտարական նպատակներով, որպեսզի այնտեղ ոչ մի ինֆեկցիա չանցնի։ Արդյոք դա ճիշտ է, թե չէ։ Այստեղ այս որոշումը կարող է կարգավորի ես, որովհետև եթե դու լիցենզիա ունես, լիցենզիայի մեջ պետք է գրված լինի դու ինչպես ես դա վնասազերծում եւ ինչպես ես օգտագործում։ Այսինքն մեր երկրում չկա հատուկ մշակույթ վտանգավոր ընդհանրապես թափոնները վերամշակելու կամ մշակույթի մասին խոսել շատ։ Հիմա փաթեթը կարող է նպաստի որպեսզի ձևավորվի այդ մշակույթը։ Մշակույթը մի փաթեթով չի ձևավորվի, բայց գոնե ինչ որ մի ազդեցության աստիճանը ինքը կարող է նվազեցնել, որտեղ ես ասում եմ, կարող է մի կամպանիան մտնի, ոչ լիցենզավորված, ինքը չգիտի ինչպես դա օգտագործվի, կվերցնի օրինակ աղտոտված կամ ինֆեկցիոն նյութ պարունակող ինչ որ մի բան եւ օգտագործի որպես երկրորդական հումք։ Մենք ինչ պետք է մենք հետո անենք այդ երկրորդական հումքով, ինքը պետք է ստուգի, չէ, բայց եթե ինքը ոչ փորձ ունի, ոչ լիցենզիա ունի, ոչ մի բան, ոչ միտեղ չի ներկայացնում իր գործունեությունը, այս է հարցը։ Մենք այդ վտանգի աստիճան իհարկե իջեցնում ենք այս որոշումով, ես կողմ եմ վերև 2-0-ով։ Նաև մենք ունենք հիմա նոր օրինագիծ ընդլայնված թափոնների կառավարման արտադրողի ընդլայնված պատասխանատվություն թափոնների համար։ Ուրեմն դա նշանակում է, որ արտադրողը ի սկզբանե, եթե ինքը ունի օրինակ, չգիտեմ, ջուրը լցնում շշերի մեջ, շիշը դա արդեն պոտենցիալ թափոն է, ինքը այդ պատասխանատվությունը ի սկզբանե պետք է կրի։ Դա կարգավորվում է տարբեր այդ օրենսգրքի տարբեր կետերով, այո, եւ դա լուրջ համակարգ է եւ այդ համակարգը էլի իմ կարծիքով պատահական չի, որ կառավարությունը այսօր այդ որոշումը ընդունեց, որովհետև միայն այն համակարգ ընդունել այդ օրենքի ընդունելով դու չես կարող լուծես այդ կարգավորես այդ ամբողջ մեծ ոլորտը։ Դու պետք է նաև կողքի տարբեր օրենսդրական փոփոխություններ անես, որպեսզի այդ ոլորտը գոնե մի քիչ կարգավորվի։ Տեսեք, դուք խոսեցիք հիմնականում արտադրական process-ների մասին եւ դրանց հետևանքով առաջացած թափոնների մասին, իսկ որը ըստ էության վերաբերում է քաղաքին, Երևանին։ Բայց նաև որոշում արտադրական։ Իսկ մարզերում ինչ վիճակ է։ Մարզերում Գիտեք ինչ կա մարզեր կառավարման նկատի ունեն մեխանիզմներ կան, թե չէ, աղբավայրեր հատուկ միգուցե։ Գիտեք ինչ մարզերում շատ տխուր վիճակ աղբավայրերի հետ կապված եւ ընդհանրապես թափոնների հավաքագրման դե խոսքը առաջի հերթին գնում է իհարկե կոշտ կենցաղային թափոնների մասին։ Ես հիմա այսպես տարանջատում եմ օրինակ արտադրական թափոններ, որոնք կարող են շատ վտանգավոր լինեն եւ որը ընդհանրապես համայնքը ինքը հնարավորություն ունի ոչ տեղ տրամադրի բան։ Դա պետք է անի ընկերությունը, դա հատուկ օրենսդրություն է եւ այդ հատուկ օրենսդրության կետերով նրանք պետք է շարժվեն։ Որ չեն շարժվում այդ ուրիշ հարց է, դա արդեն վերահսկողության հարց է։ Իսկ ինչ վերաբերվում է կոշտ կենցաղային թափոններին, ապա կարգավորված չի ընդհանրապես, ուղղակի կա ինքնական աղբավայրեր, այսինքն դու գնում ես մեկը լցվեց, հետո լցրեց ինչ-որ մի թափոն, տեսնում ես մի աղբ լցրեց, երկրորդը, երբ որ ինչ-որ մի բան ձևավորվեց, արդեն արխային այդ ծավալը սկսում է մեծանալ, չգիտեմ, պրոգրեսիվ ձևով։ Օրինակ Ռազդանում, Սևանում փորձում են գոնե ինչ-որ ձևով լուծել այդ խնդիրը։ Նրանք կառուցում են այդպիսի աղբավայր, որը գոնե մի քիչ համապատասխանի եվրոպական ստանդարտների։ Ճիշտն ասած, մենք նոր պետք է գնանք նայենք այդ աղբավայրերը, որովհետև ուզում ենք հասկանանք, արդյոք նրանք համապատասխանում են թե չէ, որովհետև կա խնդիրներ, երբ որ նայում ես պրոյեկտը, հետո նայում ես պրոյեկտի
ինչպես այդ պրոյեկտը իրականացվում, կարող է տարբերություն լինի, բայց ես հույս ունեմ հանդիպելով այդ մարդկանց հետ, որ նրանք շատ լուրջ են վերաբերվում։ Արդյոք մեզ պետք են այդ աղբավայրերը կամ ավելի ճիշտ մշակող արտադրությունները, ինչու, որովհետև արտասահմանում երկրներ կան, որոնք աղբ են գնում, աղբը գին ունի։ Միգուցեև կարողանանք վաճառել մեր ունեցածը։ Գիտեք ինչ, ես չեմ կարող ասել, որ ես շատ լավ գիտեմ այդ ոլորտը եւ աղբի բանը, ես այդ հասկանում եմ, ուղղակի իմ իմացածով ես չեմ ուզում կարող ենք ավելի լուրջ եւ ավելի այն էքսպերտներին հարցնենք, ով որ լուրջ զբաղվում է կոնկրետ այդ հարցով, բայց ինչքան ես եմ հասկանում եւ մեր փորձը ցույց է տալիս, որ այդքան հեշտ չի ուղղակի վերցնել մի հատ ոնց որ այդպես չի ոնց որ շատերը պատկերացնում մի հատ աղբավար վերցնում ես մի անգամից սաղ տարանջատում ես էսա վերամշակում ես էսա վերաշայես էներգիա ստանում ու դրանով չէ այդպես չի սա լուրջ process է ես տեղ պետք է process-ում պետք է շատ ճիշտ ձևով հաշվել ինչքան դու փող ես ծախսում, ինչի վրա ես ծախսում եւ ինչ, որովհետեւ եթե դու շահ չես ստանում, ոչ մի բիզնեսը այստեղ այնտեղ չի գնա։ Եվ ես ձեզ ասեմ, որ շատ երկրներ կա, որոնք սկսել են ինչ որ ձևով այդ լավ փորձը ձեռք բերել, չստացվեց, որովհետեւ ինչ որ զվենո, ինչ որ մի օղակ, այսպես դուրս եկավ ու վсё չաշխատեց։ Հասկանում եք, այստեղ լուրջ խնդիր է եւ մենք եթե պետք է ուզում ենք մեր Թափոնների կառավարման դաշտը բարելավել, դու պետք է ոչ ուղղակի վերցնես այդ փորձը եւ ասես, հա ոչինչ, մեր մոտ այդպես կստացվի։ Դու պետք է լուրջ դա ուսումնասիրես եւ հասկանաս, դու ինչ հնարավորություն ունես, այստեղ ռեսուրս ունես, թե չունես, որպեսզի ոնց ասած copy-paste չլինի։ Տեսեք, եկող տարի Հայաստանը պատրաստում է ընդունել միջազգային, այո, COP17-ը, բնակլիմայական Կենսաբազմազանության պահպանության կոնվենցիայի հիման վրա։ Կատի ունեմ բնակլիմայական հզոր միջազգային համաժողով է սա եւ արդյոք Հայաստանը այսօր պատրաստ է ընդունել նման մասշտաբի միջոցառում, որովհետեւ հաշվի առնելով արկա բնապահպանական խնդիրները։ Որ երբ որ Հայաստանի հայտը բավարարվեց, Հայաստանը ստանձնեց մի քանի պարտավորություն եւ պարտավորություններից մեկը դա նվազեցնել այդ կենսաբազմազանության վրա ազդեցությունը պահպանել քանի տոկոսով եւ այնտեղ լրիվ տոկոսները նշված են քանի տոկոսով ավելացնել հատուկ պահպանող, չգիտեմ, տարածքները կամ պահպանող լանդշաֆտները եւ այլն։ Այնտեղ շատ տարբեր պարտավորություն կա Հայաստանի։ Հիմա Հայաստանը երկու խնդիր ունի։ Առաջինը կազմակերպչական խնդիրը, որը եթե դուք պատկերացնում եք ինչքան մարդ, շատ տարբեր մարդիկ, ամենաբարձր մակարդակից սկսած եւ օրինակ ուղակի եւ պրեսայի եւ հասարակության եւ ուղակի պատահական կամ ոչ պատահական մարդկով վերջացրած մենք պետք է ընդունենք այդպիսի այդ կանակության ժողովուրդ պետք է իրանց տեղադրել ապահովել տրանսպորտով այնտեղ ինֆրակառուցվածքի այսինքն դա կառուցվածքային խնդիրը շատ լուրջ է եւ հիմա ինչքան մենք ենք մասնակցում այդ բանակցությունների մեջ հիմա շատ երկրները մեծ պատրաստականություն են հայտնում օգնել Հայաստանին այդ կազմակերպչական հարցում։ Զուտ մեր ռեսուրսները արկա վիճակը հաշվի առնելով Հայաստանը համապատասխանում է այդ չափանիշներին, որպեսզի այստեղ անցկացվի նման միջոցառում։ Ինչ է տալու այդ միջոցառումը Հայաստանին։ Ես այս միջոցառումը չի անցկացում այն երկրներին, որոնք չգիտեմ իդեալական ձևով պահպանում է օրինակ իրական կենսաբազմազանությունը։ Դա հնարավոր չի եւ ճիշտ չէ։ Ճիշտ է, որ երկիրը իր խնդիրները վերհանի եւ փորձի օգտագործել այդ ամբողջ համակարգը, որը Եթե այդպեսի միջոցառումը կազմակերպվում Հայաստանում, ուրեմն դա համակարգ է ստեղծվում։ Ես ստացվում եմ հնարավորություններ, որ նաև երկիրը իր խնդիրները վերհանի եւ փորձի լուծել։ Իսկ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Ես չեմ ուզում ասել ավելի շուտ մանր, ոչ թե մանր, այլ խնդիրների մասին ներքին խնդիրների մասին, որտեղ կարող այդ խնդիրները մենք կարող ենք լուծել ուրիշ ճանապարհով։ Բայց օրինակ մեծ այդպեսի բանով ճանապարհով մենք պետք է անպայման լուծենք մեր անրսահմանային խնդիրները։ Օրինակ շքահողի արգելոց։ Ես հատուկ ուզում եմ
այստեղ դրա մասին խոսեի։ Մենք շքահողի արգելոցը դա քանի տարվա ամենամեր պահպանվող, ամենասիրուն, ամենալավ եւ հարուստ ամեն ինչով հարուստ արգելոց է, ամենաբարձր ռեժիմով։ Դու գիտեք, որ արգելոցների ռեժիմը ամենաբարձրը։ Այնտեղ ոչ մտնել հնարավոր չի, եթե դու հատուկ թույլտվություն չունես եւ այլն եւ այլն։ Եվ այդ շքահողի արգելոցը ես հիշում եմ, որ 2005 թվականի, երբ որ ուզում են ճանապարհ անցկացնեն, ամբողջ հանրությունը ոտքի կանգնեց, ոչ միայն մեր մոտ, այլ նաև դիասպորեն, եւ չթողեց, որ այդ ճանապարհը անցնի շքահողի արգելոցի միջով։ Դա մի քանի ամիս տևեց այդ պայքարը եւ մենք հաղթեցինք վերջով։ Ուզում եմ ասել, այդպեսի նշանակության արգելոցը հիմա մի մասը զբաղված է Ադրբեջանի զորքերով եւ նրանք արդեն իսկ կառուցում են այնտեղ, արդեն կառուցել են եւ ենթակառուցված, ասենք լրի ոչնչացրել են այդ բնությունը եւ նույն կեսաբազմազանությունն են։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է անպայման դնենք այդ խնդիրը։ Եթե չդնենք, դա չպետք է հանգարի մեր ոնց որ ասած խաղաղ խաչմերու կամ ուրիշ ծրագրերին չպետք է հանգարի, որտեղ խնդիրը պետք է լուծվի եւ ով որ է տարել, պետք է ուղղակի պատասխանատվություն կրի եւ դուրս գա, որովհետեւ սա մեր տարածքն, ոչ թե դաժե մեր տարածքն է, սա միջազգային նշանակության տարածքն է, որը պահպանում է IUCN-ի եւ տարբեր միջազգային համակարգերի շրջանակներում։ COP17-ը պետք է օգտագործել որպես հարթակ խնդիրները վերհանելու եւ աշխարհում լսելի դարձնելու եւ ձեռք բերելու նոր պարտներների միջայլոց, որովհետեւ մի բան որ դու նստում ես մյուս երկրում, ասում ես, հա, ինչ որ չգիտեմ, Շիկագով քեզ համար կամ ինչ որ մի ուրիշ բան, Խոսրովը քեզ համար ինչ որ անծանոթ բան, բայց մյուս բան, եթե դու գալիս ես, քեզ ցույց են տալիս, մարդկային ֆակտորը ստեղ շատ կարեւոր է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք բնապահպանական խնդիրների մասին, մասնավորապես վտանգավոր թափոնների ու դրանց շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության մասին։ Զրուցում էինք բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ, ցտեսություն։